Ողջունում ենք ձեզ սիրելի քրիստոնյա քույրեր, եղբայրներ, մեր Տեր Հիսուսի հրաշալի անունով։ Բարի գալուստ Տիրոջ տուն եւ բոլորիս շնորհավորում եմ այս հրաշալի գեղեցիկ օրվա կապակցությամբ Պենտեկոստե, հոգեգալուստ, վերքի տոն, առաջնեկի ընծայում։ Այս բոլորը կարծես խոսում է մեկ բանի մասին, որ մեր Աստվածը մեծ հունձք ունի երկրից եւ նա իր ժամանակին պիտի վերադառնա իր հունձքի հետևից եւ պիտի պատրաստի իր ժողովրդին այդ հրաշալի հունձքի համար։ Ամեն։ Եկեք մեր սրտի փառաբանության ծափահարությունները բարձրացնենք մեր Տիրոջը, նրանով արժանի է ընդունելու այս պաշտամունքը, սիրելիներս։ Աստծո խոսքը ասում է այսպես, որ երբ որ Պենտեկոստեի օրերը հասան, երբ որ հասավ այդ օրը, կարծես թե բոլորը սպասում էին այդ օրվան, որ ինչ պիտի տեղի ունենա։ Երբ որ առաջի գլխում Գործք առաքելոցում ասում է, Հիսուս ասեց, որ շատ օրեր չանցած, դուք զորություն կառնեք վերից եւ իմ վկաները կլինեք, եւ աշակերտները շփոթության մեջ են, դա ինչպես պետքա տեղի ունենար։ Գիտեք, ցանկացած Սուրբ Հոգու գործից առաջ բոլորը շփոթության մեջ են լինում։ Եվ այսօր էլ մենք մի կարծես մի փոքր շփոթություն ենք այն առումով, որ Տեր չգիտենք ինչ կլինի, բայց մենք միաբան այստեղ ենք քեզ փառավորելու, սպասելու, մինչև որ քո հրաշքը, քո այցելությունը տեղի ունենա այստեղ։ Ամեն։ Եվ ուզում եմ այսօր մեր այս հրաշալի փառաբանությունից առաջ մեր աղոթքը կբարձրացնենք, սիրելիներ, ասում է, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Կարող ես ինչ-որ մեկի ձեռքը սեղմել եւ ասել, ես քեզ հետ միաբանվում եմ։ Այսօր իմ եւ քո միաբանության արդյունքում կլինի Սուրբ Հոգու հրաշալի հեղումը։ Այսօր տեղի կունենա այն, ինչ Աստծո սրտի մեջ երկար ժամանակ բորբոքվում է, նրա այցը, նրա էջքը կլինի մեր կյանքերի մեջ։ Եվ ասում է, մեր որ միաբան մեկտեղ էին եւ հանկարծակի, ոչ մեկ չէր սպասում ինչպես դա կլինի։ Սա եղավ այնպես, որ միայն Աստված գիտեր։ Սիրելիներ, միայն Աստված գիտի ինչ կարող է այսօր լինել, եւ մենք պարզապես մեր սրտերն ենք պատրաստում նրա ներկայության համար։ Ամեն։ Դու պատրաստ ես Սուրբ Հոգու այցելությանը։ Ես չգիտեմ ինչի մասին եմ ամեն անգամ խոսում, երբ որ ասեմ Սուրբ Հոգին այցելի, բայց գիտեմ մեկ ճշմարտություն, նա Աստծո Հոգին է, որ գալիս է մեր մեջ եւ սկսում է զորավոր գործեր անել, մեծ աշխարհ փոխել, նոր բաներ արարել մեր մեջ։ Եկեք պարզենք մեր ձեռքերը, տարածենք նրա ներկայության մեջ եւ մեր աղոթքը բարձրացնենք դեպի Տերը եւ մեր սրտից այս խոսքը ասենք Տիրոջը. Բարի գալուստ Սուրբ Հոգի, մենք քեզ սիրում ենք, մենք քեզ սպասում ենք։ Լցրու այս վայրը քո անուշ ներկայությամբ եւ Աստծո փառքը մեզ ցույց տուր եւ մենք այստեղ ենք ընդունելու այդ հրաշալի փառքը։ Եկեք պարզենք մեր ձեռքերը եւ միասին ասենք նրան. Բարի գալուստ Սուրբ Հոգի, բարի գալուստ, մենք ողջունում ենք քեզ Սուրբ Հոգի, լցվիր այստեղ քո ուժով եւ զորությամբ եւ ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան հավաքով միասին ասենք նրան բարի գալուստ մենք ողջունում ենք քեզ Սուրբ Հոգի լցվիր այստեղ քո ուժով եւ զորությամբ եւ ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան բարի գալուստ Սուրբ բարձրացու ձայնը միասին մենք ողջունում ենք քեզ Տեր Սուրբ Հոգի լցվիր այստեղ քո ուժով եւ զորությամբ եւ ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան Միասին մեր ծառայողներն ողջունում ենք նրան ասելով բարի գալուստ քո հիասքանչ ներկայությունը մեր մեջ մենք ողջունում ենք քեզ Տեր մենք բարձրացնում ենք քեզ
գալուս Սուրբ ոգի բարի գալուս Շնորհակալություն քեզ այս հրաշալի ներկայությանդ համար Շնորհակալություն որ այստեղ ես Տեր Շնորհակալ ենք որ դու լցնում ես այս սրահը քո ներկայությամբ Թևածիր Սուրբ ոգի այստեղ լցրու յուրաքանչյուրիս Առաջնորդիր մեզ ամեն ճշմարտության եւ օրհնիր մեզ Թող այսօր ամեն սրտի փառաբանություն բարձրանա քեզ Ամեն հոգուց գոհություն եւ պատիվ լինի քեզ Եվ թող սուրբերդ օրհնեն քեզ ցնծան քեզանով եւ մեծարեն քո հիասքանչ անունը մեր սիրելի փրկչի Տեր Հիսուսի զորավոր անունով եւ սուրբերը բոլորս միասին ասենք Ամեն բարձրացրու ծափահարություն Տիրոջը իր հրաշալի հոգու համար հալելույա Տիրոջ հոգու ներկայության մեջ եկեք ցնծանք ու Տիրոջը մեծարենք Israel
Ավելի նմանվենք Տեր Հիսուսին։ Լսենք մեր հայտարարությունները։ Եկեք մեր սրտից, մեր ամբողջ հոգուց դուրս եկած խոնարհումով ու հարգանքով Տիրոջը երկրպագենք։ Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր, երբ որ դու համբարձվում ես երկինք, դու ասացիր, որ մեզ մենակ չես թողնի, որ դու մեզ հետ ես մինչև աշխարհի վերջը։ Եվ մենք շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ որբ չես թողել։ Մենք ամեն օր, ամեն ժամ զգացել ենք քո ներկայությունը։ Մի օր շատ, մի օր քիչ, բայց Տեր, դու երբեք մեզ մենակ չես թողել։ Շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար, որ մեզ այստեղ, այս վայրում ու միշտ ամեն ժամանակ մեզ Տեր ես եղել, Տեր, շնորհակալ ենք։ Մենք այսօր մեծարում ենք քեզ, մենք այսօր մեր հոգու փափագից խնդրում ենք քեզ, որ քո հոգին լցնես մեզ վրա, մեզ լցնես քեզնով, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք։
քո համար։ Շնորհակալ ենք քո ներկայությունն համար։ Մենք տալիս ենք քեզ փառք, մենք տալիս ենք քեզ մեծություն, մենք տալիս ենք քեզ ամեն փառաբանություն ու գովասանք։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք ամեն բանի համար։ Թող որ մեծարվի քո փառահեղ անունը այս վայրում։ Միասին մնանք Տիրոջ հոգու մեջ ու երկրպագենք Տիրոջը։ Եկեք շարունակենք Աստծուն փառաբանել և երկրպագել։ Սուրբ Հոգի Աստված լցրու իմ կյանքը լցրու հոգինի լցրու իմ սիրտը Սուրբ Հոգի Սուրբ Հոգի Աստված լցրու իմ կյանքը լցրու հոգինի լցրու իմ սիրտը Սուրբ Հոգի Շարունակենք մնալ Աստծո ներկայության մեջ, փառքանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, փառքանք Սուրբ Հոգին, որ իջնել է այս օրվա մեջ քիչը եւ կպել ամենս մեր Աստծո ժողովրդին, փառքանք նրան
Փառք Տիրոջը, ողջույն սիրելի եկեղեցի, քանիս ճաշակեցիք Աստծո քաղցր շփումը։ Ես զգացի շատ հիանալի էր։ Ուրախ եմ այստեղ լինելու Տիրոջ տան մեջ, մինչև իմ խոսքի բաժինը, կուզեմ մեկին բարևես, ասես ուրախ եմ, որ Տիրոջ տան մեջ ես, քանի որ այսօր եկել ես, այս շաբաթ քո համար աղոթելու եմ, որ մյուս շաբաթ գաս ու քո վկայությունները լսես։ Եվ մյուս շաբաթ այդ նույն անհատին, որ տեսնես, հարցրա, քանի անգամ ես իմ համար աղոթել։ Դա երկու բան է անում, համ ցույց կտա, թե նա ինչքան ժամանակ է տալի աղոթքին եւ ինչքան ժամանակ է քեզ համար աղոթել։ Այս շաբաթ հիանալի էր, մանավանդ իմ ընտանիքի համար մի հետաքրքիր փորձություն ունեցանք, փորձառություն, գնացել էինք Նոյի արկը, ովքեր եք գիտեք, որ Քենթաքիում 2010 թվականին բիբլիկի հենց Աստվածաշնչում ինչ չափերով որ գրված է նույն ձևի պատրաստել են Նոյի տապանը։ Ես կուզեմ մի փոքր դրա մասին կարդալ եւ փորձեմ այդ խոսքի համեմատ խոսամ նաեւ թե ինչքան կարեւոր է մեր Տիրոջը բաժին տալ մեր նվերների մեջ։ Ուզում եմ կարդալ Ծննդոց գրքից 6-րդ գլուխ 6-րդի 15-րդ համարից եւ այսպես պետք է շինես այդ տապանը երկարությունը 300 կանգուն, լայնությունը 50 կանգուն եւ բարձրությունը 30 կանգուն։ Եվ ես նայեցի այդ տապանի մասին եւ մի քանի չափանիշներ ուզում եմ բերել, բարձրությունը 510 ֆիտ է, եթե այսօրվա ֆիտով հաշվենք, 85 ֆիտ իր լայնությունն է եւ 51 ֆիտ իր բարձրությունը։ Եվ ինչն էր ինձ հետաքրքիր, երբ որ ինքնաթիռով հետ էին գալի, մտածում էի դրա մասին, ասում եմ, այս տապանը իրանք սկսել են կառուցել պլանավորումը 2010 թվին եւ 2014-ին սկսել են արդեն հենց ֆիզիկական կառուցումը եւ 16 թվականին բացումն է եղել։ Այսինքն մոտ 6 տարի է տևել։ Իսկ քանի տարի է տևել Նոյին, որ կառուցի տապանը։ 120 տարի։ Եվ մտածում եմ, ասում եմ, այս տեխնոլոգիի օրերում մարդիկ 6 տարում են կառուցել, բայց Նոյը 120, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ մի միտք եկավ, երբ որ դու Աստծո հետ մոտիկ ես, Աստված քեզ ամեն իմաստություն տալիս է։ Այսօրվա ChatGPT-ին կամ Google-ը այդ նույն ինֆորմացիան չի կարող տալ, ինչքան երբ որ դու ամեն օր Աստծո հետ քո բաժինը բերում ես եւ Աստված քեզ իմաստություն է տալի։ Եվ նաեւ մեր ֆինանսների մեջ, գիտես, ամեն Կիրակի երբ որ գալիս ենք եկեղեցի, նպատակ կա, որտեւ ամեն անգամ, շատ անգամ մենք միգուցե թեմաներ կա, որ կրկին անգամ դրա մասին ենք խոսում, որոնցից մեկը մեր նվերներն է, բայց ամեն անգամ մի նոր ձևի ես հասկանում, թե ինչքան կարևոր է Աստծուն տալը։ Եվ Աստված, ես հավատում եմ, երբ որ ուզում ես, որ Աստված օրհնի քո ֆինանսները, Աստված նայում է, թե դու ինչքան ես իրան նվեր բերել, եւ ըստ դրա համեմատ քեզ օրհնում է։ Երբ որ գալիս ես եկեղեցի, դու սովորում ես, որ դրա մեջ էլ ճիշտ քայլեր անես, եւ Աստված ասում է, ինչ բերել ես, դա եմ օրհնելու։ Եվ դրա համար մենք պիտի ուշադիր լինենք մեր տասանորդների մեջ։ Եվ մտածում էի, որ Նոյը ինչքան ժամ է դրել իր կյանքից, իր աշխատանքից, իր ֆինանսներից, չէ՞, որ Աստված վերջում ինչով օրհնեց իրան, փրկությամբ։ Ամեն Կիրակի գալով Տիրոջ տան մեջ մենք մեր ժամից դնելով, մեր նվերներից բաժին բերելով Տիրոջը, Աստված օրհնում է դա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մի տեսակ շատ տխուր եղավ, ոնց որ շատ տխուր եք։ Պիտի ուրախանանք, ցնցանք, որովհետև Աստված իր հոգին ուղարկել է մեր կյանքի մեջ, որդեգրության կնիքը, Աստված այնպիսի փառավոր զորավոր գործեր արել, որ մենք չենք կարող լուր մնալ։ Հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, եկեք մեր պաշտամունքի խմբի համար Տիրոջը փառք տանք։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը սիրելներ, կրկին ողջունում եմ բոլորիդ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ ենք, որ Տիրոջ տան մեջ ենք, ամեն։
Սա հրաշալի առիթ է, սիրելիներ, հրաշալի արտոնությունը լինել Տիրոջ ներկայության մեջ, վայելել իր կենթանի խոսքը։ Գիտեք, այսօր աշխարհի մեջ մենք կարող ենք տեսնել մարդիկ, որոնք որ գիտակցաբար, հասկանալով, որ այս կյանքի մեջ անհաջողակ մարդիկ են, դժբախտ մարդիկ են, էլի շարունակում են ինչ որ կերպ իրանց համակերպել այդ դժվարությունների հետ, մտածելով, որ սա իրանց համար մի նորմալ բան է։ Սիրելիներ, նորմալը նա է, երբ որ Աստծո ստեղծագործությունը վերադառնում է Աստծուն, վերադառնում է իր Փրկչին, իր Տիրոջը եւ կարողանում ապրել երկնային ստանդարտներով։ Ամեն։ Եվ այսօր մեզ համար մի կարևոր արտոնություն, մի հրաշալի տոն է, սիրելիներ, ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Խոսքը բառացի հենց այսօրվան չէ, որ վերաբերվում է այլ ժամանակաշրջանին, որի մեջ մենք ապրում ենք։ Սիրելիներ, սա հրաշալի մի ժամանակաշրջան է, երբ որ Աստված իր հոգին ուղարկեց երկիր։ Տեր Հիսուս Քրիստոսի խոստումի պես, ինչպես որ իրենից առաջ էլ մարգարեները խոսել էին, եւ Աստված իր հրաշալի օրհնություն ուղարկեց մեր մեջ։ Այսօրվա պատգամը, որ պիտի փոխանցեմ ձեզ, սիրելիներ, վերնագրել եմ այսպես, վստահ եմ, որ ձեզ ինչ որ բան կասի վերնագիրը։ Երբ Սուրբ Հոգին գա։ Երբ Սուրբ Հոգին գա։ Վստահ եմ մեզանից յուրաքանչյուրը ինչ որ կերպ, միգուցե տարբեր ենք եղել եւ վստահ եմ, որ տարբեր կլինի, բայց վայելել ենք Սուրբ Հոգու անմիջական ներկայությունը։ Ամեն։ Ես չեմ կարող մոռանալ 1993 թվականին մայիս ամսին, երբ որ Աստված ինձ այցելեց եւ զարմանալի ձևով կյանքս փոխվեց։ Ես գնացել էի մի սովորական հավաքույթի, մտածելով, որ այդպես շատ հետաքրքիր պետք է անցնի, լավ խոսքեր պիտի լսեմ, բայց հանկարծ ինչ որ բան կատարվեց ինձ հետ։ Զարմանալիորեն Աստծո ներկայությունը իջավ կյանքիս վրա։ Ես երբևէ այդպիսի փորձառություն չեմ ունեցել։ Գիտեք, ես նման էի հարբած մարդու։ Այնքան զարմանալի էր այդ երևույթը, սիրելներ, ես դրանից առաջ բավական լավ հարբել էի, գիտեի ինչ էր։ Հասցրել եմ դրանք։ Բայց ազդեցությունը, այդ զարմանալի բանը, որ իմ հետ տեղի էր ունենում, անմեկնաբանելի էր։ Ոնց հնարավոր է մարդը հարբածի պես լինի, ազդեցության տակ լինի, բայց խելքը հասնի, պատրաստ լինի ամեն ինչի, հասկանա իրադրությունը, պատրաստ լինի փոփոխության, պատրաստ լինի ինչ որ կերպ ներելու, սիրելու, քաղցրության վարվելու նրանց հետ ով կվիրավորեն։ Խմած մարդը տենց չի անում, չէ՞։ Վիրավորումը մեկին 10 հատ։ Պատրաստ չի ներելու, ինչ ներել, դու եկար իմ քեֆը խանգարեցիր ու ես արիր են արիր, կռիվ, ամեն ինչ, բայց այդ օրը Սուրբ Հոգին հրաշալի կերպով եկավ կյանքիս մեջ։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Եվ երբ որ ծառայությունից դուրս եկանք, ինձ օգնեցին, որ տանեին հասցնեին տուն, որտեղ ծառայության տեղը մեր տանը մոտ էր։ Քայլելով գնացինք, երբ որ հասանք տուն, ինձ դրեցին, բառից լայն իմաստով դրեցին բասկաթոռի մեջ եւ դագոնի կուրքի պես ես այսպես երեսնի վար ընկա գետնին։ Եվ 5 ժամ Աստված վիրահատություն էր անում։ 5 ժամ Աստծո ներկայությունը ճոխությամբ լցվել էր տան մեջ։ 5 ժամ ով մտնում էր այդ սենյակի մեջ, զարմանալի բաներ էր տեղի ունենում։ Այդ օրը 14 հոգի խոսեցին լեզուներ։ Ով մտնում էր սենյակ, բոլորը լեզուներ էին խոսում։ Ով մեր տան մոտով անցնում էր, ասում էր, որ Մարգարի ու Ալայի տղեն գժվել է։ Եկեք տեսեք, որ ինքը գժվել է։ Մենք էլ համբավ ունեցող ընտանիք ենք, բոլորը սիրում են, ճանաչում են ընտանիքը մեր եւ մտածում են, այս ինչ դժբախտություն եղավ այս տանը։ Խաբար չեն, բախտավորություն ա եղել այդ տանը։ Աստված իջել է այդ տան մեջ։ Եվ ես որքան երջանիկ եմ ունենալ Աստծո հոգին իմ կյանքի մեջ։ Սա պարզապես մի կյանք է, որի մասին ես խոսքերով, բառերով չեմ կարող ամբողջացնել ու ներկայացնել։ Եվ այդքան այդ 5 ժամ հետո, երբ որ ես արթնացա, ես մտածեցի ամբողջ աշխարհը սուրբ է դարձել։ Բոլորին նայում եմ ժպիտով, նայում ասում ես ինչ հրաշալի է։ Փաստորեն ես բանել կա, ես չեմ նկատել այս ամեն ինչը։ Սիրելներ, աշխարհը չէր որ փոխվել էր, դրսի աշխարհը չէ։ Իմ ներսի աշխարհն էր փոխվել, երբ Սուրբ Հոգին եկավ իմ կյանքի մեջ։ Եվ իմ աղոթքն է Տիրոջը, այդ նույն հրաշալի Աստծո Հոգուն, որ այսօր նրանք, ովքեր որ փորձառաբար այդպիսի բան չեն ապրել, չեն վերապրել, Տերը այցելություն անի յուրաքանչյուրիս։ Ամեն, եւ թող Աստված լցնի բոլորիս իր քաղցր ներկայությամբ, երբ Սուրբ Հոգին գա։ Երբ Սուրբ Հոգին գա։ Գիտեք, մենք շատ ենք խոսում Աստծո այցելությունների մասին, շատ ենք խոսում Աստծո զորավոր գործերի մասին, բայց ամեն բան սկսում է նրանից, երբ որ Աստված իր հոգիով սկսում է գործ մեր սրտի եւ մեր հոգեվոր աշխարհի մեջ։ Երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, բոլորս շատ լավ ենք հիշում։ Աստծո խոսքն ասում է, որ երկիր անձև դատարկ էր,
խավար կար անդունդի վրա եւ Աստծո հոգին շարժվում էր ջրերի վրա եւ Աստված ասեց լույս լինի։ Գիտեք, ամենայն խավարը երբեք չի կարող խանգարել, որ Սուրբ Հոգին գա մեր կյանքի վրա։ Որոշ մարդիկ ասում են, ես այնքան մեղքեր ունեմ, որ Սուրբ Հոգին ինձ չի մոտենա։ Սիրելիս, քեզ լավ լուր ունեմ, բարի լուր ունեմ քեզ համար։ Քո մեղքերն ու հանցանքներից շատությունը չի կարող արգելք հանդիսանալ Սուրբ Հոգու այցելության։ Աստված նայում է քո ծարավին, նայում է քո սրտին, նայում է ներքին անձիդ, որը որ փափագում է իրան, որը սպասում է իրան, որը գիտի իր Տիրոջը սпасել, մինչև որ նա հայտնվի։ Ամեն։ Եվ երբ որ նայում ենք, որ Աստծո հոգին շարժվում է ջրերի վրա, ոչ մի բանի վրա էր Աստված շարժվում։ Եկեք անկեղծ լինենք, առանց Աստծո մեր կյանքը ոչ մի բան է։ Կարծես լավ հող է, հա, Սուրբ Հոգու գալու համար։ Մենք ոչ մի բան ենք, դատարկ ենք, անձև ենք, բայց Աստված իր հոգին պատրաստ է ուղարկի մեր կյանքի վրա, որ գա եւ մեր կյանքերի մեջ բնակվի։ Սուրբ Հոգին, հրաշալի Աստծո հոգին, սիրելներ, ամբողջ Աստվածաշնչյան պատմության մեջ հեղված է, նա թևածում է, նա գալիս է ամբողջ պատմության ընթացքում։ Չի եղել մի ժամանակաշրջան, որ Սուրբ Հոգին դադարի եւ ոչինչ չանի։ Մենք գիտենք, որ 5 կտականից նոր կտակարան տարածության մեջ կան ժամանակներ, որ կոչվում է լռության ժամանակ, որ չի եղել որևէ հայտնի մարգարեություն, չի եղել որևէ խոսք, որևէ բան տեղի չի ունեցել այդ ժամանակ, բայց Սուրբ Հոգին այդ դատարկությունը օգտագործեց, որ նոր կտակարանյան ժամանակաշրջանում իր փառավոր ներկայությունը իջացնի երկրի վրա եւ մկրտի իր զավակներին եւ նրանց ներսում բնակվի։ Ամեն։ Կարող ենք մի հատ ջիգարով ծափահարել Տիրոջ իր հոգու համար։ Հալելույա։ Սիրելներ, Սուրբ Հոգու մասին ուզում եմ մի քանի բան ասել եւ պարզապես պատմական եւ տեղեկատվական ավելի այսպես բաներ կասեմ, որը որ ձեզ շատ կօգնի հասկանալու, որ Սուրբ Հոգին նորություն չի 21-րդ դարի համար, Սուրբ Հոգին կամ մկրտություն կամ լեզուներ խոսել, պարգևները, սրանք ծաղրի առարկա երբեք չեն կարող լինել։ Մենք կարիք ունենք ակնածանքով վերաբերվել նրան, ով պատճառն է եւ արարիչն է ամեն բանի։ Աստված իր հոգիով, իր մատներով ստեղծեց ամեն բան։ Անկամ մեր լինելը, մեր գոյը նրա շնչով է, երբ որ նա իր շունչը փչեց եւ մենք կենթանի հոգի եղանք։ Ամեն բան կատարվեց նրա միջոցով։ Գիտեք, որ Սուրբ Հոգին հիշատակված է թե 5 կտակարանում եւ թե նոր կտակարանում։ Իսկ քանի անգամ կարծում եք, որ լինի 5 կտակարանում հիշատակված, 86 անգամ հիշատակված է Սուրբ Հոգին 5 կտակարանում։ Որպես Աստծո հոգի 14 անգամ նկարագրված է նրա մասին, տարբեր ժամանակներ, տարբեր իրավիճակներում, եւ 26 անգամ որպես Տիրոջ հոգին։ Ինչքան հրաշալի է, որ տեսնում ենք այս բոլոր բնութագիրը խոսում է նույն Սուրբ Հոգու մասին։ Եվ նա հիշատակված է տարբեր մարդկանց միջոցով։ Մեկ հոգին չէ այս ամբողջը ասել։ Սրանք ասել են տարբեր դարաշրջաններում, սրա մասին խոսել են տարբեր անձիկ, տարբեր իրավիճակներում։ Եվ հրաշալի է, որ տեսնում ենք Սուրբ Հոգին 5 կտակարանում որքան զորավոր գործեր էր անում։ Ամեն։ Իսկ ինչ կասենք նոր կտակարանի համար։ Եթե դուք չեք կարող ենթադրել, ես ձեզ կասեմ, որ Սուրբ Հոգին նոր կտակարանում հիշված է 250 անգամ որպես Սուրբ Հոգի, որից հոգևոր, հոգեղեն, որը ի նկատի ունի կոնկրետ Սուրբ Հոգուն, 385 անգամ է գրված, եւ որպես Աստծո հոգի նկարագրված է 153 անգամ։ Ինչքան ճոխ է, չէ՞, ինչքան առատ է։ Եվ ես գիտեմ եւ համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ուզում ենք, որ ոչ միայն այդ հոգին մեր գաղափարի կամ գիտության մեջ մնա, այլ մեր կյանքերի մեջ սկսի ներգործել եւ աշխատել։ Որտեւ այն նույն հոգին, որ Հիսուսին իր կյանքի ամենասկզբի անգամ այդ ավետումից սկսած մինչև իր հարությունը գործում էր եւ աշխատում էր եւ հայտնվեց այդպես, այդ նույն հոգին գրված է, որ Քրիստոսին հարություն տվող հոգին մեր մեջ է։ Նույն Աստծո հոգին, սիրելներ։ Հովանու ավետարան 14:26 համար այսպես է ասում. բայց մխիթարիչը, Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ որ ասեցի ձեզ։ Հալելույա։ Ես հիացած եմ այս խոսքերով։ Տեր Հիսուսը անձամբ ինքն է խոսում Սուրբ Հոգու անձի ներկայության եւ գործունեության մասին։ Ինչ է անում կամ ով է Սուրբ Հոգին, որpիսի մենք լավ հասկանանք, սիրելներ, մենք այս խոսքի մեջ պետք է ավելի շատ մեզ
առիթ տանք, որ Սուրբ Հոգին աշխատի այստեղ, խոսի մեզ իր մասին։ Ասում է, բայց մխիթարիչը։ Եկեք համոզված լինենք այս ամբողջ ճշմարտության մեջ, որ յուրաքանչյուր բան, որ մեր կյանքի մեջ չի ստացվում, մենք անունին չենք դնում դժբախտություն։ Չի ստացվել, տխրություն է առաջացնում, անմխիթար վիճակ է ստեղծում մեզ։ Սիրելիներ, այս կյանքի մեջ ամեն ինչ զուր կա մխիթարությունից, բայց Աստծո խոսքն ասում է, բայց մխիթարիչը, Սուրբ Հոգին երբ որ գա, երբ որ եկավ, երբ որ Հոգին գա, ինչ կանի մեզ։ Հայրն է ուղարկելու, ասում է, հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ։ Կարող ենք ասել ամեն բան, կա մի բան, որ այս ամեն բանի մեջ չի։ Ամեն բան կսովորեցնի ձեզ, եւ ինչ կանի, երբ որ սովորացնում է, դուք ամեն ինչ սովորել եք դպրոցում, բայց շատ բան ինչ ենք անում, մոռանում ենք։ Բայց սովորել ենք, ասում եք, այ մարդ սովորել եմ, լավ էլ սովորել եմ, դրանից լավ գնահատական եմ ստացել, անցել է մի որոշ ժամանակ, հիմա չեմ հիշում։ Շարունակության խոսք ասում է, եւ նա կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ որ ես ձեզ ասեցի։ Հալելույա։ Ինչքան հրաշալի է Սուրբ Հոգու գործը, սիրելներ։ Երբ որ ես պատմեցի իմ փորձառության մասին, որ ասում եք կարծես հարբած լինեմ, գիտեք, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է մի բան, որ ցանկացած մարդ կարող է լինի տարբեր բաների ազդեցության տակ։ Այդ օրը ես Սուրբ Հոգու հիանալի ազդեցության տակ էի եւ վայելում էի Աստծո երկինքը եւ ինձ համար այնքան քաղցր էր այդ փառահեղ ներկայությունը Աստծո։ Ես չէի կարողանում դադարել, չէի կարողանում ուզում էի զսպել, չէի կարողանում, ինչ ուզում էի անել տեղի չէի կարողանում ինքս ինձ կարելի ասել այսպես, ասել դե լավ դե տղամարդ ինչ քեզ հավաքած պահի բան ինչ կմտածեն, չէ, ինձ համար երջանկություն էր։ Եվ դա օրհնություն էր, սիրելներ, բոլորիս համար, ինչպես որ յուրաքանչյուրս վայելել ենք դա։ Լինել ազդեցության տակ։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքի մեջ, նա մեզ վրա բերում է Աստծո ազդեցությունը, նա մեզ վրա բերում է զորավոր բաներ, որոնք որ մենք երբևիցե դա չենք ունեցել։ Լինել ազդեցության տակ, գիտեք ինչ է, քայլել Սուրբ Հոգու գերբնական զորության ներքո։ Սրանով մարդիկ զորություն են շարժել, սրանով ամբողջ 5 տակարանը լցված է փառահեղ հաղթանակներով։ Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, հելավ այս բան արեց։ Տիրոջ Հոգին գործեց նրա կյանքում, հելավ այս բան արեց։ Տիրոջ Հոգին իրան այս բան արեց։ Զգում եք ինչքան մեծ բան կա, որ երբ որ Սուրբ Հոգին է գալի մարդկային կյանքի վրա։ Այսօր մենք չենք կարողանա հաղթել մեղքին, չենք կարողանա հաղթել աշխարհին, չենք կարողանա հաղթել այն խնդիրներին, որոնք որ մեր առաջ գալիս են, եթե Սուրբ Հոգին չգա։ Սուրբ Հոգին պիտի լինի մեր կյանքի մեջ։ Համաձայն եք ինձ հետ։ Երբ որ Սուրբ Հոգին է գալիս, Սուրբ Հոգով լցված անձնավորությունը ազդեցություն է ստանում Տիրոջից։ Սուրբ Հոգով լցվելը սա մեկ անգամյա իրադարձություն չէ, չենք ասում որ մի օր լցվեցինք եւ վերջ։ Սուրբ Հոգու լեցունությունը ամեն օրվա բան է եւ ամեն ժամ մարդը կարող է վայելել Աստծո այս հրաշալի ներկայությունը։ Գիտեք, որոշ մարդիկ այնքան են բարդացնում, ասում են, դե Սուրբ Հոգով լցված չեմ։ Սիրելիներ, կամ Սուրբ Հոգով լցվել է այնքան դե ես ինչքան ժամեր անցկացրի Աստծո ներկայության մեջ։ Ես մտածում եմ, Գործք առաքելոցի այդ առաջի պահը նա էր, որ առաքյալները չգիտեին էլ ինչ էր կատարվելու։ Տկար հավատացյալներ, դուք պատկերացրեք, թույլ տվեք, ես ձեզ նկարագրեմ ինչ էր կատարվել։ Տեր Հիսուսը ասել էր, խոստում էր տվել, որ շատ օրեր չանցած դուք կլցվեք Սուրբ Հոգով, եւ գնաց։ Վկաներ կլինեք Երուսաղեմից սկսած Սամարիայով մինչև երկրի ծայրերը, եւ տեսնում ենք Հիսուսը այլևս չկա։ Շփոթություն, Տերը մեր հետ չի։ Վախ, ոչինչ չկա առաջը եւ սարսափ, որ հետապնդման մեջ են։ Վախից հավաքվել են, թաքնվել են, աղոթք են անում, Տեր, ինչ խոստումի մասին էր։ Այդ շատ օրերն ինչքան պիտի տևեր։ Եվ չեմ կարծում, որ իրանք բավականաչափ սուրբ էին, որ իրանք մի տեղ հասան, որ Աստված ասեց, օքեյ, այ հիմա սրբության ձեր աստիճանը համապատասխանում է, որ ես ինչ-որ բան անեմ ձեր մեջ։ Սովորական մարդիկ, բայց հանկարծ գրված է մի սաստկաշունչ հովի ձայն լսվեց եւ լցրեց այն տունը, որտեղ էին, եւ երևացին բաժանված կրակե լեզուներ, որ իջան ամեն մեկի վրա, եւ ամենքը սկսեցին Սուրբ Հոգով լցվել եւ խոսել օտար լեզուներ։ Լեզուներ, որոնց մեջ իրանք չէին ծնվել, իրենք տեղյակ չէին, երևույթ տեղի ունեցավ, որ որևէ մեկը կոնտրոլ չուներ դրա վրա, ոչ ոք չէր կարող ասել լուր մնա, հասկանում ես ինչ ես խոսում, չէ, գոնե մեկը թող թարգմանի, չկա թարգմանող, ուրեմն լուր մնա։ Որոշ եկեղեցիներում կամ որոշ տեղերում ասում են,
Եթե Սուրբ Հոգով խոսում ես, թարգմանող չկա, ուրեմն դի լուր մնաս։ Սիրելիներ, ես մտածում եմ, որ այդտեղ այդ սենյակի մեջ ահագին ժողովուրդ էին հավաքված։ Եվ հետաքրքիր գիտեք որներ, որ Սուրբ Հոգին ազատ էր այդտեղ, եւ ոչ մեկ չէր ասում, դե թարգմանի, ինչ ես ասում։ Ինչու, որովհետեւ բոլորն էին լցվում Սուրբ Հոգով։ Երբ բոլորը չեն լցվում Սուրբ Հոգով, մարդիկ փորձում են կախել այդ օծությունը, ավելի իջացնել, ցածրացնել, դե ասա ինչ է նշանակում, դե ասա ոնց է լինում։ Սիրելիներ, կան պահեր, այո, պետք է մեկնաբանել, պետք է թարգմանել եւ դա խիստ առնաժեշտ է։ Բայց երբ որ մենք բոլորս լցվում ենք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին անում է զարմանալի բաներ է խոսում, որ երբեք մեր հասկացողությանը կարող է չենթարկվել։ Ես դրանում 100% համոզված եմ։ Չեմ ասում սա պետք է դառնա միշտ այդպես, ով ինչ ուզի, ինչպես ուզի, ոնց ուզի անի, ցավոք տեսնում ենք շատ եկեղեցիներում մարդիկ շատ ավելի առանց հսկողության, առանց վերահսկողության անում են ինչ ուզում են։ Կարող է մեկը գալ, պարկել, ոտը հանել վերև եւ սկսել խոսել, կամ չգիտեմ մեկը ինչեր անել, ոնց անել։ Ամեն դեպքում ամեն բանի մեջ պետք է կարգապահություն լինի։ Եվ այստեղ մենք որևէ մեղքի գործ չենք տեսնում, անսուրբ բան չենք տեսնում։ Առաքյալները լցվում էին Սուրբ Հոգով, որովհետեւ նրանց առջև կար մեծ հանձնարարական վկայել։ Այսօր տեսնում ենք մարդկանց, որոնք որ Սուրբ Հոգով լցված են իրենց համարում, բայց նրանց վկայությունը, նրանց կյանքի վկայությունը չի խոսում նրանց Սուրբ Հոգու լցված լինելու մասին։ Թույլ տվեք մի քանի բան ասեմ, սիրելիներ, որ Սուրբ Հոգին արել է 5 կտակարանում։ Սուրբ Հոգին իր բնակությունով, երբ որ եկել է այսօր մեր մեջ, այդ նույն Հոգին երազել են բոլոր մեզանից առաջ եղող հավատքի հերոսները, որ գա իրանց ներսում բնակվի։ Որովհետև երբ որ Հոգին եկել է նրանց կյանքում, նրանց վրա ազդեցություն է թողել, նրանք գործ են արել, բայց նոր կտակարանան ժամանակ Տեր Հիսուսը խոստում արեց, որ կգա եւ մեր մեջ կբնակվի։ Մեր ներսում կբնակվի։ Իր ներկայությունը, երբ որ մենք խնդրում ենք, նա մեր ներսն է գալիս, սիրելներ։ Եկեք միասին նայենք, ասում է, չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, գործում է այդ գործերը, բայց մխիթարիչը, Հոգին, որ կուղարկի իմ անունով հայրը, ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք առաջին խոսքը 10-րդ համարը եւ հետո 26 ասում է. չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա գործում է այդ գործերը։ Ես ինձանից չեմ խոսում սա։ Գիտեք, մարդիկ կարող են իրանք իրանցից խոսել եւ չկա որևէ հաստատություն, հայրը ոչինչ չի անում այդտեղ։ Մարդիկ նստում են տանը, եկեղեցիներ չեն գնում, ինտերնետի մեջ եւ հետո ասում են ես հայրը խոսում է ինձ հետ։ Եթե հայրը խոսում է քեզ հետ, կամ եթե դու խոսում ես Սուրբ Հոգով լցված, հայրը պիտի հաստատի այդ խոսքը։ Չի կարող ճշմարտությունը միայն քո կողմը լինի, որտեղ ճշմարտությունը Աստված պիտի հաստատի, սիրելներ։ Ինչ էր խոսում Հիսուսը եւ ինչ է անում Հոգին, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ։ Եկեք մի քանի բան կարդանք միասին եւ տեսնենք։ Առաջի բանը, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, նա բնակվում է մեր մեջ, ապրում է մեր մեջ։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ աշակերտների կյանքի մեջ, աշակերտների կյանքի մեջ չեկավ հյուրաբար։ Այդ օրն եկավ, մինչև իրիկուն իրանց մոտ մնաց, հետո հելավ գնաց։ Սուրբ Հոգին գալիս է մշտական բնակության։ Ինքը այդպես է տրամադրված։ Ինքը այդպես է տրամադրված, որ գա մեր մեջ բնակվի։ Լսեք ուշադիր։ Առաջի Կորինթացիներ 3:16 համար ասում է. չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո Հոգին բնակված է ձեզանում։ Եթե մի ժամանակ ասում են, որ Աստված բնակվում է տաճարի մեջ կամ ինչ-որ լեռան վրա, կամ Սուրբ Հոգին ինչ-որ մի անձին, ինչ-որ մի բանի մեջ առաջնորդել է, տեսնում ենք, որ Պողոս առաքյալը այդ տաճարային, այդ վայրի կարևորությունը տեղափոխում է մեզ վրա։ Եվ մենք պիտի հասկանանք, որ մենք Աստծո տաճար ենք։ Քարեղեն տաճարները չեն կարող պարունակել Աստծուն։ Ինչու՞։ Որովհետև այդ քարերը ոնց դրված են, տենց էլ կմնան։ Որովհետև այդ սրբությունը, այդ Սուրբ Հոգու գերազանց ներկայությունը այդ քարերի միջոցով ոչինչ չի կարող անել, սիրելներ։ Անշնչացած որևէ մեկի հետ երբեք Սուրբ Հոգին չի կարող գործ անել։
Սա այն հոգին է, որ միշտ երազել է հայրը, որ գա մեր կյանքի մեջ։ Եկ առաջին Կորինթացիներ 6:19 համարն ասում է. կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք եւ դուք ձերը չեք։ Դուք ձերը չեք, ես իմը չեմ, դուք ձերը չեք, ոչ մեկս մերը չենք։ Սա նշանակում է, երբ որ ես համաձայնվել եմ այս property-ին անժամկետ գրանցեմ Սուրբ Հոգու անունով, ուրեմն նշանակում է, այստեղ ինչ որ տեղի ունենա, պիտի լինի բացառապես նրա թույլտվությամբ։ Համաձայն եք ինձ հետ։ Աստծո խոսքն ասում է, ինչ գործ ունի հավատացյալը անհավատի հետ, Աստծո տաճարը կուրքերի, այստեղ շատ կարևոր է։ Ինչու պետքա լինի մի տեղ, որ մարդը մի օր լինի Աստծո տաճար, մյուս օրը լինի կռատուն։ Դուք տեսել եք կռատուն։ Տեսել եք, չէ՞։ Կուրքերի տեղ։ Դες շատ են սարքում, Հայաստանում էլ շատ կա, այդպեսի սուրբ են ասում կամ չգիտեմ, տարբեր բաներ են ասում։ Կռատուն, որտեղ ամեն ինչ կա, չես հասկանում, էլ թաշկինակ վեսին որտեղից է մնացել, ով ինչ որ բանա գործել, չես էլ հասկանում ինչ է, շորեր, կտորներ, նկարներ, պատկերներ, ինչ որ գիրք անհասկանալի, փակած ինչ որ բանի մեջ երբեք չի կարելի դրան ձեռ տալ բան։ Հետո ինչ ենք նկատում։ Մենք նկատում ենք մի բան, որ այդ կռատան մեջ ոչ մի կոնկրետ բան չկա։ Այդ կռատան մեջ չկա նպատակ, այդ կռատան մեջ ուղղակի մի հատ մթնոլորտ է տիրում, որտեղ մարդիկ գալիս են այդ միստիկ մթնոլորտի մեջ, պարզապես վախի ազդեցության տակ ինչ որ բաներ են զգում։ Եվ վերջանում է դրանով ամեն ինչ։ Եվ մենք սիրելներ, ինչպես առաքյալն ասում ենք, չենք կարող լինել մի օր Աստծո տաճար, մի օր լինենք կուրքերի բնակարան կամ սատանայի տաճար։ Մենք չենք կարող մի օր լինել սուրբ, մի օր անսուրբ, մի օր Աստծունը, մի օր ոչ Աստծունը։ Մենք պիտի կողմնորոշվենք, հասկանանք ով ենք մենք։ Եվ առաքյալը շեշտադրություն անում այստեղ, ասելով. չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք։ Ձեր մարմինները Աստծո տաճար են, որ Աստծուց առել եք դուք։ Քույրս եղբայրս, դու ունես Տիրոջ հոգին, ամեն։ Եթե դու Տիրոջ հոգին չունենար, այստեղ չէիր լինի։ Սուրբ հոգին է քեզ համոզել, որ քո կյանքը փոխվի ծառավ առաջանա, որ դու գաս Աստծո ներկայության մեջ եւ առավել եւս որ Աստծուն հայր կոչես։ Թե չէ առանց Սուրբ հոգու ոչ ոք չի կարող հայր կոչել։ Ուրեմն սիրելներ, սա նշանակում է, որ Աստված չի սահմանափակվում որևէ վայրով, որևէ տաճարային կպաշտամունքով, որևէ հատուկ ինչ-որ միջավայրով, Աստված ազատ է գործելու յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի մեջ։ Ամեն։ Բարձր ասեք։ Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսին։ Երբ որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, նա սկսում է լուսավորել, իր ներկայությունը բերել մեր կյանքի մութ անկյունները։ Եփեսացիների 5-րդ գլուխ 18 համարը, որ բոլորիս թերևս հայտնի համարներից է, երբեմն սա ուրիշ միջոցներով օգտագործվում են, կարդում ենք եւ այսպես է գրված. Եվ մի հարբեք գինով, որովհետեւ դա անառակություն է, այլ լցվեք հոգով։ Դա անառակություն է։ Ես միշտ նկատել եմ այս խոսքի մեջ մի բան, գինի նկատմամբ հակումը կամ ցքի կամ օղի նկատմամբ հակումը մարդուն բերում է ուրիշ ազդեցություն։ Եվ գիտեք, որոշների համար միգուցե դա շատ փոքր բան է, ինձ համար դա շատ կարևոր բան է։ Ինձ համար կարևոր է այնքանով, որ ես երբեք չեմ ուզում, որ Սուրբ Հոգու ազդեցությունից բացի ուրիշ ազդեցության տակ ընկնեմ։ Գիտեք, գոյություն ունի կամ Աստծո Սուրբ ներկայության ազդեցություն, կամ ունի դիվային ազդեցություն։ Չար ազդեցություն։ Աստծո ազդեցության տակ դու վտանգավոր չես։ Աստծո ազդեցության տակ մարդիկ քեզ կսիրեն, կվստահեն, բայց անկանխատեսելի է դառնում մարդը, երբ որ Աստծո ազդեցությունից դուրս ազդեցության տակ է լինում։ Դրա համար առաքյալը մեզ կարծես թե շեշտադրություն է անում, շտապ արի Աստծո ազդեցության, Սուրբ Հոգու ազդեցության տակ, որ վտանգավոր մարդ չլինես։ Ամեն։ Գիտեք, 13-րդ գլխի մեջ Գործք մի հետաքրքիր պատմություն կա, երբ որ առաքյալները գործում էին եւ այստեղ գրված է այսպես, ասում է եւ երբ որ իրանք Սուրբ Հոգուց ուղարկված իջան Սելևկիա, սա առաքյալների ճամփորդություններն էր, որ մենք կարդում ենք եւ տեսնում ենք, ասում է այնտեղ հանկարծ մոգերի խումբ հանդիպեցին։ Մի քանի մոգեր էին։ Կղզի վրա մի կղզի եկան, որ այդ կղզում մոգեր էին հավաքված։ Մոգեր, որոնք գուշակություններ էին անում, չգիտես ինչ որ կարծես թե հոգեվոր ազդեցություններ այդ կղզում։ Եվ
Այնպես ստացվեց, որ մոգերից մեկը խնդրեց, որպեսզի Պողոսը գա եւ խոսի իրան իր հավատքի մասին։ Եվ Աստծո խոսքը հետաքրքիր մի բան է ասում։ Մնացած երկուսը, որ այդ մոգի գործընկերներն էին, խառնվեցին իրար։ Դևերը խառնվեցին իրար։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Ուզում եմ կարդամ ձեզ համար 13-ի 9-րդ խոսքից Գործք առաքելոց։ Բայց Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված մտիկ տվեց նրան եւ ասեց. ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն արդարության թշնամի, դու չես դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Եվ հիմա ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է եւ կույր կլինես, որ չտեսնես արեգակը մինչև մի որոշ ժամանակ։ Եվ իսկույն մութ եւ խավար ընկավ նրա վրա եւ ման գալով ձեռք բռնող մարդ էր որոնում։ Այն ժամանակ փոխանորդ բդեշխը, որը որ ուզում էր ապաշխարեր, երբ որ եղածը տեսավ, հավատաց եւ Տիրոջ վարդապետության վրա զարմացավ։ Ուրեմն ազդեցություն կամ Սուրբ Հոգու ազդեցությունն է, կամ ազդեցություն, որը քեզ հեռացնում է Սուրբ Հոգուց։ Ուրիշ բան չկա այստեղ։ Կամ մենք ուզում ենք Աստծո Սուրբ Հոգու ազդեցության տակ մտնել, կամ ինչ որ մի ազդեցություն մեզ կհեռացնի Սուրբ Հոգու ազդեցությունից, եւ հաստատ դա Աստծո հետ կապ չունի, սիրելիներս։ Եվ այստեղ կարևոր է այս խոսքը, Պողոսը Սուրբ Հոգով լցված նայեց։ Սուրբ Հոգով լցված նայեց։ Երբ որ մենք Սուրբ Հոգով լցված ենք, մենք կարող ենք զանազանել դիվային ներգործություններն ու ազդեցությունները։ Երբ որ Սուրբ Հոգով լցված չենք, մեր համար միևնույնն է, կներեք բառը ասում ենք всё равно, չէ՞։ Ռուսերեն այդ բառը, որ միշտ սովոր ենք ասելու։ Միևնույնն է։ Դրա համար կարևոր է լինել Սուրբ Հոգով լցված, որպեսզի այն ինչ որ տեղի անում քո շրջապատում են ազդեցությունները, որոնք որ արձակվում են, կարողանաս դրանց վրա կոնտրոլ անես, իշխես եւ զորությունով դեմ խոսես դրանց հետ։ Ուրեմն առաքյալը կարող էր այդպես ասել. եթե մեկը Աստծո տաճար է, լցվում է Աստծո Հոգով, նրա համար հեշտ է զանազանել դիվային ազդեցությունը։ Երկրորդ բանը եկեք նայենք։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր կյանքի վրա, ինչ է անում, բացահայտում է Հիսուսի ներկայությունը։ Համաձայն ես ինձ հետ։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է, բացահայտում է Հիսուսի ներկայությունը։ Հովհաննես 15:26-27 Բայց երբ որ մխիթարիչը կգա, որ ես հորից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ հորից է դուրս գալիս, նա կվկայի ինձ համար։ Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք։ Ուրեմն, երբ որ մխիթարիչ, լսեք ասում է, անուններ է տալիս Տեր Հիսուսը, մխիթարիչը, ճշմարտության Հոգին, նա ով որ վկայություն ունի, պատմելու բան ունի, Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի մեզ մեր մեջ բացահայտի Հիսուսի անձը։ Ես շատ եմ տեսնում մարդկանց, շատ եմ խոսում, մանավանդ երբեմն որոշ մարդիկ մի քիչ ավելի այսպես անհասկանալի մարդիկ են, ասում են, դե ախպեր Տերը իմ հետ խոսում է, Տերը իր այդ խոսում է, ոչ եկեղեցի են գնում, ոչ հոգևոր մթնոլորտ կա, ոչ Սուրբ Գիրք են կարդում, ոչ աղոթքի մեջ կան, Տերը իրանց հետ խոսում է։ Թույլ տվեք ձեզ ասեմ, սիրելիներ, այդպիսի մարդկանց հետ Տերը չի խոսում։ Եվ եթե ձեր կողքը կան մարդիկ, որոնք համոզում են, որ Տերը իրանց հետ խոսում է, երբեք չհավատաք։ Որտեւ իրանք ուզում են այն նույն ազդեցությամբ ձեզ հեռացնել Սուրբ Հոգու ազդեցությունից։ Եթե Սուրբ Հոգին քեզ հետ խոսում է, ինչու ես մեղքի մեջ շարունակում մնալ։ Եթե Սուրբ Հոգին քեզ հետ ազդեցություն ա բերել քո կյանքի մեջ, երբ որ բացահայտում ա, դու չես զգում, որ պետք է փոխվես։ Տերը ինձ ասեց, այդտեղ sense բան չանես։ Այդ Տերը քեզ մի օր չասեց, խելքդ գլուխդ հավաքի ապաշխարի։ Չէ, Տերը խոսում է, հիմանես տերեր են սարքված, որ այդ տերերը մենակ ի օգուտ իրանց են։ Անես մի հատ Հիսուս են սարքել, որ երկինք մտցնի առանց ապաշխարության։ Բոլոր քո արած գործերին ինչ որ լավն է, վատն է, բան ասի, ապրես, բրավո, կնիքը դնի քո բոլոր արածների ու հավատացածների վրա։ Սիրելիներ, այսօր տենց Հիսուս են սարքել։ Դա Սուրբ գրային Հիսուսը չի։ Սուրբ Հոգին ինձ բերում է այն գիտակցության, որ ես որքանով եմ հասկանում Հիսուսին, որքանով եմ ես ընկալում Հիսուսին։ Տեսեք ինչ է գրված Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 2-րդ եւ 3-րդ համարներում։ Սրանով ճանաչեցեք Աստծո Հոգին։ Ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց է։
Եվ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց չէ, եւ նա ների հոգին է, որ լսեցիք թե գալիս է, եւ հիմա արդեն աշխարհում է։ Դուք մտածում եք նոր է գալի աշխարհ։ Ոչ, առաքյալը այն ժամանակ ասում էր արդեն աշխարհում այդ հոգին։ Մի հոգի, որը քեզ ամեն ինչ կսարքի, ամեն ձև կտա քեզ, բայց ոչ Հիսուսի կերպարը։ Կսարքի քեզ ինքնահավան, կասի բա գիտես քո անձը սիրի, բան, բայց Հիսուսի նման չի էդի։ Կսարքի քեզ հպարտ, բոլորին վերևից կնայես։ Չգիտեմ ամեն ինչ կսարքի, բայց եկեք անկեղծ լինենք, եթե Սուրբ Հոգին աշխատում է մեր կյանքի մեջ, որքանով ենք մենք նմանվում Հիսուսին։ Ամեն։ Դա մեր հաջորդ կետն է, հաջորդը, որ սրա շարունակությունը պիտի լինի։ Երբ որ Սուրբ Հոգին խոսում է մեզ, մեր ուշադրությունը դարձնում է Հիսուսի վրա։ Ինչպես որ ինքը արեց, ինչպես որ նա էր այս աշխարհում, այնպես էլ մենք։ Սուրբ Հոգին մեզ տեղափոխում է մեր անձնական տեսակից դեպի քրիստոնյայի կամ Քրիստոսի տեսակը։ Նա մեզ տալիս է նոր նպատակ, նա մեզ տալիս է նոր ընթացք, տալիս է նոր համոզում, որ կարողանանք այդ բոլորի մեջ Տիրոջ նման վարվենք։ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքի մեջ, սիրելիներ, առաջի բանը, որ հասկանանք սա է, որ ինքը Սուրբ է։ Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է։ Սուրբ Հոգին անիրավության հոգի չի։ Գաղատացիներին ուղված նամակի մեջ առաքյալը այսպես է ասում. բայց ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Հոգով վարվեք, հոգով քայլեք, այսպիսի բառ է այստեղ օգտագործված։ Հոգով գնացեք։ Մարմնի ցանկությունը չեք կատարի։ Եթե Սուրբ Հոգին խոսում է, եթե ասում ենք, որ Աստված իմ հետ խոսում է, եթե Սուրբ Հոգու ազդեցության տակ ենք, ինչու է մեր մեջ ցանկություններ առաջանում անաստվածային։ Ինչու են այդ անաստվածային ցանկությունները մեզ գերի դարձնում իրանց կամքին։ Եթե Սուրբ Հոգին է խոսում։ Չէ՞ որ Սուրբ Հոգին մեզ գալիս է նմանեցնելու Քրիստոսին, որքանով եմ ես կարողանում նրան նմանվեմ։ Դա նշանակում է, որքանով եմ ես հաղթական կյանք ապրում մեղքի վրա, որքանով եմ կարողանում իրավիճակներին հաղթահարել կամ պատասխան տալ այնպես, ինչպես Տեր Հիսուսը դա կաներ։ Գիտեք, հեշտ է ձեռ թափտալ ու գնալ։ Եկեղեցիներից եկեղեցիներ գնալ, չէ՞։ Այս տեսակ հավատքից անցնել են տեսակ հավատքին։ Ցավում եմ տեսնում եմ որոշ մարդկանց հավատքի մեջ տարիներ ապրել են, հետո վերջում մի անգամից ինչ որ հետաքրքրությունը կորել է արդեն Հիսուսի նկատմամբ։ Մի երիտասարդ էր, որ ես իր այդ խոսում էի, ինքը այն ժամանակ շատ նվիրական մարդ էր։ Երբ որ փորձեցի իրան խրատեմ, ասի ախպերս, տենց մի մնա, արի ջերմացի նորից Տիրոջ մեջ, Աստծո ներկայությունը, նորից թող Սուրբ Հոգին բորբոքվի քո մեջ, գիտեք ինչ ասես։ Ախպեր ասեց, այդ ամեն ինչը ես գիտեմ, դրա կարիքներ չունեմ, էլ արդեն չեմ ուզում։ Անկեղծ եմ ասում, մինչև հիմա սիրտս լացում այդ տղայի համար։ Չի ուզում մարդը, այս զորով չես կարող մի բան անես։ Հոգնում են Քրիստոսից։ Ինչի։ Ես ձեզ մի բան ասեմ, եթե դուք սկսում եք հոգնել Հիսուսից, ուրեմն դրանից մի քիչ ահագին sense հետ գնացեք, տեսեք, որ այնտեղ դուք Հիսուսի հետ գործ չեք ունեցել։ Ինչ որ բանի հետ գործ ունեցել եք, բայց ոչ Հիսուսի հետ, ոչ Սուրբ Հոգու միջոցով։ Ինչու, որովհետև Սուրբ Հոգու միջոցով ապրել, Սուրբ Հոգու ազդեցության տակ ապրել նշանակում է ամեն օր մոտենալ Հիսուսին։ Եվ ովքեր որ այդ փորձառությունն ապրել են, գիտեն, մոտենում ես Հիսուսին, բացահայտում ես լրիվ ուրիշ Հիսուս։ Չես հոգնում, չես ձանձրանում, որովհետև տեսնում ես մի Հիսուսի, որին դու այդպես չէիր ճանաչում։ Տարիներ առաջ մի հետաքրքիր աղոթքի ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին իջավ այդ սենյակի մեջ, սիրելներ, մարդիկ տարբեր դրսևորումներ ունեցան։ Որոշները գնացին մի անկյուն, ասես պատիկում, հիշում եմ, մի մարդ կար, միջահաս, միջին տարիքի, եկավ այսպես գլուխը դրեց պատին, ու այսպես կանգնել է, հենվել է գլխով պատին ու մխկտալով լացում է։ Այն մյուս կողմը տեսնեմ գետնի վրա ասեն շարքով մի քանիս տնկած լացում են։ Այն մյուսները ձեռք են բարձրացել, փառք են տալիս։ Մի երիտասարդ տղա կար այդտեղ։ Ընկել էր մեջքի վրա, գիտեք ինչ էր, մեջքի վրա պառկած, աչքերը փակ, ձեռքերը սենց հարած, գիտեք ինչ էր ասում, մոտ 30 րոպե։ Հիսուս, ես քեզ սենց չգիտեի։ Ես քեզ սենց չգիտեի։ Նայում ես, ասում ես, Տեր Աստված, ինչա վերապրում ես մարդը։ Տարիների հոգևոր մարդ,
բայց մի բան է փոխվում իր մեջ։ Սուրբ Հոգու այցելություն է տեղի ունենում մարդու կյանքի մեջ։ Սիրելիներ, հավատացնում եմ, այն Հիսուսը, որին դու կհայտնաբերես նորովի, նա նման չէ սրանից առաջ քո ճանաչած որևէ անգամվա տեսած Հիսուսին։ Որտեղ նա միշտ թարմ է, նա միշտ նոր է, նա միշտ հրաշալի է։ Ահա թե ինչպիսին է այդ հրաշալի Հիսուսը, սիրելիներ, եւ մյուս խոսքը, որ ասում է, եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվում ենք։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսի համար շատ անգամ գրված է հոգու ներգործությամբ ապրելը, չէ՞։ Ազդեցությունը միշտ եղել է Սուրբ Հոգուց։ Տեսնում ենք, որ նրա ավետումը Սուրբ Հոգին քեզ վրա հովանի կլինի, բարձրալի զորությունը քեզ վրա կլինի, չէ՞։ Եվ դու կհղիանաս Մարիամին, հիշում եք հրեշտակի խոսքը, ինչ էր։ Հիշում եք, չէ՞։ Ասում էր, չգիտեմ ոնց կլինի։ Դու չգիտես, Աստված գիտի։ Մարիամ, քո բոլոր ճանապարհները տանում են փակուղի, բայց Հիսուսի ճանապարհը միշտ բաց է։ Նա ծնվելու, գալու, գնալու որևէ խնդիր չունի։ Եվ տեսնում ենք Սուրբ Հոգով լցված Հիսուսը մեծանում էր։ Աստծո Հոգին իր մեջ, իր կյանքը այնքան օրինակել էր։ Հետո տեսնում ենք Սուրբ Հոգով լցված գնաց փորձության մեջ։ Այն կողմից Սուրբ Հոգով լցված դուրս եկավ։ Սուրբ Հոգով լցված դևերին սկսեց հալածել։ Սուրբ Հոգով լցված հրաշքներ գործեց։ Մեռելներ հարություն տվեց։ Եվ Սուրբ Հոգով լցված էլ անգամ գերեզմանից դուրս եկավ։ Ասում է, որ Քրիստոսին հարություն տվող Հոգին։ Տեսնում ենք ամբողջ պատմության մեջ նա այդ նույն հոգու ազդեցության տակ էր։ Չորրորդը, սիրելիներ, ինչ է անում Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, օգնում է մեզ հասկանալ Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Այսօր շատերը ծալել են Աստվածաշունչը, դրել են մի կողմ, ասում են, սա 5 գիրք է։ Մենք հոգից հայտնություն ունենք։ Այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչը կծալեն, կդնեն մի կողմ, դուք էլ այդ մարդկանց ծալեք, դրեք մի կողմ։ Որովհետև այդ մարդիկ կխոսեն բաներ, որոնք կարող են ձեր միտքը շարժել, որոնք կարող են հանկարծ ձեզ գերի բռնել որևէ մտքի վրա, եւ դուք կփորձեք ինչ-որ ձև կուտակել, ինչ-որ ինֆորմացիաներ, բայց ինչքան որ կուտակեք, այնքան կզգաք, որ դրանք կապ չունեն Աստծո հետ։ Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի Հիսուսի մասին վկայի մեզ։ Գալիս է, որպեսզի Աստվածաշունչը մեզ բացի։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 20 համարը եւ 21 համար այսպես է ասում, բայց առաջ այս իմացեք, որ գրքերի ամեն մարգարեությունը իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Նույն խոսքը Սուրբ Հոգին կարող է տարբեր անկյուններից բացի քեզ համար։ Կարող է այնպիսի տեսանկյուն քեզ տա, որ դու երբեք այդ խոսքը այդպես չես հասկացել։ Մենք անցյալ 5 շաբթի օրը, երբ որ հաղորդության էինք, մենք մի հրաշալի հանդիպում, այսպես կարելի ասել, ունեցանք Տիրոջ հետ, եւ այդ հաղորդությունը մեզ համար մի նորովի բացահայտում էր Քրիստոսին։ Եթե անկեղծ լինեմ, այսքան տարիներ հաղորդության տարբեր պատգամներ եմ տվել, եւ այս անգամվա պատգամի նման չէր։ Այս անգամ ինձ համար շատ հայտնություններ կար։ Երբեք խոսքը այդպես չէի նկատել, բայց այս անգամ Աստված ուրիշ կերպ ասեց։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞ որ Սուրբ Հոգին է բացում խոսքը։ Հիշում եք Էմավուսի ճամփորդները, երբ որ քայլում էին Հիսուսի հարությունից հետո, հիասթափված Էմավուսի ճամփորդները երկու հոգի իրար հետ ասել, խոսելով, կռիվ տալով գնում էին։ Հանկարծ Հիսուսը գալիս է իրանց հետ։ Ինչ է լինում։ Սկսում է խոսել, տղաներ, ինչի մասին եք խոսում, ո՞նց ասում են, դու ստեղից ես ու խաբար չես ինչ ա եղել։ Հիսուս անունով մի մարգարե, մի լավ մարդ, բարի մարդ, վերցին, խաչեցին, դրին գերեզման, այ մարդ սենց էլ բան կլինի։ Եվ Հիսուսը չի ասում, այ մարդ, հələ սպասեք, ինձ նայեք, չէ։ Ինչ անում։ Ասում է, եւ նրանց հետ սկսեց խոսել եւ նրանց բացել գրքերը։ Երբ որ Աստված է բացում Աստծո խոսքը, լրիվ ուրիշ արդյունք է ստանում։ Երբ որ դու ես մանգալի մի բան գտնես, կպցնես անբեի հետ, որ իմանաս էդի աբեյա, լրիվ ուրիշ էֆեկտ է, դատարկ կարծես, չէ։ Եվ գիտեք ինչ էր, վերջում, երբ որ արդեն Հիսուսին եկան կանչեցին, խնդրեցին, եկավ տուն, հաց կերան, աղոթին ու կորավ, բանը Հիսուս անհետացավ իրանց աչքերից, կորավ իրանց աչքերից, ինչ ասցին, ասին ոնց էսի այդ Հիսուսն էր, այն մյուսը գիտեք ինչ ասեց, որ խոսում էր մեր մեջ, սիրտներս բորբոքվում էր, վառվում էր։ Երբ որ Սուրբ Հոգին է խոսում, երբ որ Հիսուսն է ներկայանում մեր կյանքի մեջ, երբ որ իր խոսքի միջոցով Հիսուսը ներկայանում է մեր կյանքի մեջ, մեր սիրտը բորբոքվում է, մեր սիրտը թարմություն է ապրում, եւ քանի մայլ նորից իրանք ամբողջ այդ բանով հետ դարձան, նորից գնացին աշակերտների մոտ։ Մեզ զորություն է տալիս անցնելու
ճանապարհներ, երբ որ Աստված է խոսում մեր հետ։ Ամեն։ Մենք հասկանում ենք Աստվածաշունչը, ինչպես որ Տերը Տիրոջ հոգիով թույլատվել գրվի։ Եվ գրված է այսպես Եբրայեցիների 10-րդ գլխում 15-16, բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ այն սկզբից ասելով, թե սա է այն ուխտը, որ կդնեմ նրանց հետ, այն օրերից հետո ասում է Տերը, կտամ իմ օրենքը նրանց սրտերի մեջ եւ նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց։ Երբ որ Աստված բացում է իր խոսքը, երբ որ իր ճշմարտությունները Սուրբ Հոգով լցնում է մեր կյանքի մեջ, այդ խոսքերը գրում է մեր սրտերի վրա։ Եթե Մովսեսին տրվեց 2 տախտակներ, Տերն ասեց 2 քարե տախտակ վերցրու քեզ հետ, որ նրանց վրա պիտի գրվի օրենքը, եւ գրված է, որ Տերը խոսում էր եւ Մովսեսը գրում էր։ Երբ որ դուրս եկավ, տեսավ, թե ինչ են արել, քարե տախտակները գցեց ու կոտրեց։ Երկրորդ անգամ Տերն ասեց նորից բարձրացի եւ վերցրեց եւ Աստված իր մատով գրեց տախտակների վրա։ Եվ Մովսեսը վերադարձավ 2 քարե տախտակները ժողովրդի առաջ եւ ասեց. սա է, որ Աստված ուզում է իր ժողովրդից։ Սա այն օրենքն է, որի համար Աստված կանչել էր իրեն։ Բայց տեսնում ենք նոր կտակարանում այդ տախտակներն են կորան, ուխտի տապանակի հետ անհայտացան։ Ուրեմն Սուրբ Հոգին այդպիսի գործ անում, որ բերում մեր սրտերի մեջ է գրում իր ուզածը։ Եթե մի ժամանակ քարերի վրա, թղթերի վրա են գրում, Սուրբ Հոգին հիմա մեր սրտերի մեջ է գրում։ Դու մոռանում ես այդ պահին չես հիշի, բայց մի տեղ է գալիս, երբ որ դու դրա կարիքը ունես, Աստծո խոսքը ինչ ասում։ Մի շփոթվեք, թե ինչ պիտի խոսեք, երբ որ կանգնեք ատյանների առաջ, Սուրբ Հոգին ձեր միտքը կբերի, թե ինչ պիտի խոսեք, ինքը ձեզ կտա խոսելու բաները։ Ամեն։ Եվ նախավերջինը, 5-րդը, ինչ է անում Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր մեջ։ Նա օգնում է մեզ աղոթել։ Ես փորձառաբար ապրել եմ, վստահ եմ դուք էլ։ Սովորական խոսել բոլորս կարող ենք խոսել, Տեր ջան, պահի, պահպանի, ողորմի, օրհնի, բայց երբ որ Սուրբ Հոգով լցված ես աղոթում, լրիվ ուրիշ էֆեկտ է ստանում։ Լրիվ ուրիշ կերպ ես աղոթում։ Սուրբ Հոգով լցվել նշանակում է Աստծո հետ մտնել այդ խնդրի մեջ եւ վերաբերվել աստվածային կերպով այդ հարցին։ Երբ որ դու աղոթում ես, չես աղոթում խեղճությունից, Աստված ջան, տեսնես կլինի թե չի լինի, որը լինի լավ կլինի, տես, եթե հանկարծ մարդ ես էլի, եթե չէ, դու մտնում ես այդտեղ Սուրբ Հոգու զորությամբ եւ ասում ես սատանա քո բոլոր իրավունքները կտրված է, դու քանդված ես, դու իրավունք չունես, դու դատապարտված ես ընդամենը եւ ոչինչ այլևս քեզանից չի կարող հոսել իմ կյանքի մեջ։ Ես պատկանում եմ Քրիստոսին, գիտեք, այսպիսի աղոթք ամեն մեկը չի կարող անել։ Որ մեկը որ Սուրբ Հոգով լցված է, ուրիշ ձև է աղոթք անում։ Հռոմեացիների 8-րդ գլխում 26-27 համարներն ասում է. այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժանի է չգիտենք, բայց ինքը Հոգին անբար հառաչանքով բարեխոս է լինում, եւ սրտերը քննողը գիտե, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Նա չար բան չի խոսի քեզ համար, նա բարին կխոսի քեզ համար։ Երբ որ Հոգին է գալիս, քո տկարությունների մեջ գալիս է քեզ զորացնելու։ Եվ պիտի մեկ ճշմարտություն իմանանք, սիրելներ, Սուրբ Հոգին խոսել գիտի, Սուրբ Հոգին վարվել գիտի, նա անձ է, նա ուժ կամ զորություն չէ, կամ ինչ որ մի անհասկանալի բան չէ, շատ պարզ հասկանալի է, նա Աստծո Հոգին է, նա գալ գիտի, գնալ գիտի, նա խոսել գիտի, չխոսել էլ գիտի, նա գիտի գործել, արարել, ամեն ինչ կարող է անել, որպես անձ է նա։ Եվ նրա ձեռքերից որևէ մեկը չի կարող բռնել եւ արգելել նրան։ Ուրեմն սիրելներ, ինչ է անում Տիրոջ Հոգին, երբ գալիս է մեր կյանքի մեջ։ Նա մեզ առաջնորդում է։ Առաջնորդել գիտեք ինչ է նշանակում։ Կարող ենք հասկանալ ինչ է առաջնորդել։ Բառը շատ պարզ է, մեր առաջից գնում է։ Սուրբ Հոգին գնում է մեր առաջից։ Մենք չենք գնում Սուրբ Հոգու առաջից։ Մենք չենք գնում, ստացվում ենք Սուրբ Հոգի ջան, մտարի այստեղ տեսել ինչ ես անում սրանց, որոշ հավատացյալներ, որ այդպես են։ Ինչ որ մի վիճակի մեջ գնում են, ասում են Սուրբ Հոգի, բա դու ուր ես։ Աստված ուր է։ Մի եղբայր կար ասում էր, Աստված ուր է, բա դու ուր ես։ Աստված ուր է։ Եթե ինքն է առաջնորդում, դու գիտես ինքը ուր է։ Իսկ երբ որ դու ես ուզում առաջնորդես իրան, այդտեղ հարց ունես, Աստված, բա դու ուր ես։ Սիրելներ, Սուրբ Հոգին եկել է, որ ինքը մեզնից առաջ անցնի։ Ինքը չի եկել, որ ընկնի մեր հետևից ասի, լավ է, մի ուր ենք գետում, չգիտեմ, մենք հիմա հաղթական գնում ենք, ուր ենք գնում, չգիտեմ։ Ինքն է եկել, որպեսզի մեր ձեռքից բռնի եւ տանի մեզ առաջ, սիրելներս։
Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի Սուրբ Հոգու առաջնորդության։ Ես կարիք ունեմ, սիրելիներ, բոլորս կարծում եմ այդ նույն կարիքը ունենք, ամեն։ Բոլորս ուզում ենք, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ առաքյալը 8-րդ գլուխ 14-ից 17 համարների մեջ այսպես է ասում. որովհետև որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են, որովհետև դուք ծառայության հոգին չեք առել, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդի ենք։ Եվ եթե որդիներ, ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ մասնակից լինենք։ Այսպիսին է Սուրբ Հոգին։ Նա մեզանից առաջ գնում է, մեզ տանում է, որպեսզի մենք կարողանանք վարվենք որպես Աստծո որդիներ։ Աստծո որդիները միշտ առաջ տալիս են, առաջի տեղը տալիս են Տիրոջը։ Մի տեղ պիտի գնաս։ Ամենայն անկեղծությամբ Տիրոջ ասա Տեր, դու ստեղ կգնաս։ Եթե Սուրբ Հոգին չգնա, երբեք այդ սխալը թույլ չտաս։ Եթե Աստված չի մտնի տեղ, դու էլ մի մտի տեղ։ Ոչ մի գառանտիա չունես, երաշխավորություն չկա որևէ կերպ, որ դու գնաս այդտեղ, Սուրբ Հոգին կգա քո հետևից։ Եկեք հասկանանք մի բան, նա ամեն բան գիտի, նա Աստված է։ Մենք մարդ ենք, ոչինչ էլ չգիտենք, ինչ էլ որ գիտենք, բոլորը հարցական եւ անհասկանալի։ Բայց նա ամեն բան գիտի։ Ասում է, որ նա կառաջնորդի, ում է առաջնորդում։ Գրված է, որ դուք այդ հոգին, որ առել եք, որը որ ձեզ առաջնորդում է, դա որդեգրության կնիքն է։ Մեկ այլ կերպ ասած, Աստված առաջնորդում է իր որդիներին։ Օտարներին Սուրբ Հոգին չի առաջնորդում։ Օտարների հետ Սուրբ Հոգին գործ չունի, գործ ունի մենակ որդիների հետ, ինչու որտեվ որդիները ճանաչում են նրան, որտեվ առաջի տեղը տալիս են իրան։ Առաջնորդել նշանակում է Տեր, ես հնազանդվում եմ, ես խոնարհվում եմ, որ ես կլինեմ երկրորդը։ Եթե դուք ձեր բնությամբ առաջին ձգտող մարդ եք, հիշեք, ես չգիտեմ որտեղ դուք առաջինը կձգտեք ելնել, բայց հոգևոր հարցերում միշտ երկրորդը եղեք, Տիրոջից հետո, Սուրբ Հոգուց հետո, որտեղ առաքյալները կարող են այսպես ասել, այսպես հաճելի եղավ Սուրբ Հոգուն եւ մեզ։ Ես աղոթում եմ իսկապես, որ Տերը այնպիսի մի հասակ տա մեզ, որ մեր ցանկացած գործունեությունը, ցանկացած քայլերը հենց այդպես լինեն, հաճելի լինեն Սուրբ Հոգուն եւ մեզ։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, ավելի քիչ եկեք սպասենք Սուրբ Հոգու հատուկ ինչ որ ժայթքումների, պորտքումների եւ ավելի շատ սպասենք նրա շարունակական համագործակցությանը մեզ հետ։ Սուրբ Հոգու հատուկ, յուրահատուկ, շարունակական առաջնորդությանը մեզ հետ։ Որոշ մարդիկ սպասում են, թե եկեղեցում ինչ լավ բան տեղի կունենա, ինչ լավ միջոցառում կլինի, այս ինչ միջոցառումն է, այն ինչ միջոցառումն է, վայ այսօր կան, վաղը կան, իսկ այն մնացած օրերը չկան։ Ուր են մարդիկ։ Ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որպեսզի մենք վերանայենք մեզ սիրելներ եւ մեր սիրտը պատրաստենք ասելու Տեր, ես ուզում եմ, որ այս հոգին գա իմ կյանքի մեջ, որ ինքը ինձ համար առաջնորդը լինի եւ ինձ տանի եւ ես իր հետևից գնամ։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ սիրելներս։ Ուզում եմ, որ աղոթենք հիմա եւ միասին Տիրոջ ներկայության մեջ մեր սիրտը պատրաստենք։ Ես չգիտեմ դու մինչեւ հիմա ինչպես ես պատկերացրել Սուրբ Հոգու գործը քո կյանքի մեջ, բայց ես ուրախ լուր ունեմ քեզ ասելու։ Նա սուվերեն Աստված է։ Նա կախված չի որևէ իրավիճակից մեր կյանքի։ Եթե դու շատ զորավոր ես, շատ տկար ես, ընկած ես, կանգնած ես, բարձրացած ես, դա շատ բան չի նշանակում։ Կարևորը սա է, որ դու պատրաստ ես իր ներկայությունը վայելել, ընդունել։ Եթե այո, ուրեմն այսօր լավագույն ժամանակն է ինձ ու քեզ համար։ Պարզապես պետք է Տիրոջ առաջ բացես, ասես սիրտդ, ասես Տեր, ես չգիտեմ դու ինչ ես ուզում անես։ Եթե ուզում ես ինձ վիրահատես, խնդրեմ արա։ Եթե ուզում ես լցնես, լցրու։ Եթե ուզում ես ինչ-որ բան անի Տերը մեր կյանքի մեջ սիրելներ, մենք չենք կարող իր ձեռքը բռնել։ Սուրբ Հոգին եկեղեցու Տերն է։ Ես ու դու չենք եկեղեցու Տերը։ Ոչ մեկս չենք, բայց նա է։ Եկեք միասին մեր գլուխները խոնարհենք նրա ներկայության մեջ։ Ամենայն անկեղծությամբ Տիրոջ ասենք Տեր, ես քեզ սիրում եմ։ Կարող է շատ բան չեմ հասկանում։
Կարող է չգիտեմ ինչի մասին եմ շատ անգամ խոսում, բայց մեկ ճշմարտություն կա, որ ես քեզ սիրում եմ։ Եվ սպասում եմ քո հատուկ այցելությանը։ Սուրբ Հոգի մենք քեզ հրավիրում ենք այս վայրի մեջ թագավորական եւ քո աստվածային ճոխությամբ, որ մոտենաս ամեն մեկիս, որ հպվես ամեն մեկիս։ Սուրբ Հոգի, շնորհակալ ենք քեզ։ Խոնարհվում ենք քեզ, քո առաջ Տեր, քեզ փառք ենք տալիս։ Հալելույա։ Քո ծառան կարող էր ասել, ով ունեմ երկնքի մեջ, երկրի տակ, մարդկանց մեջ, որևէ մեկին չեմ ուզում Տեր, միայն քեզ Տեր։ Սուրբ Հոգի, եթե դու գաս, եթե դու գալիս ես, դու մարդկային մակարդակներից բարձր ես գործում, ամեն գիտակցությունից ու հասկացողությունից վեր ես գործում, և մենք կարիք ունենք, որ այդ անմիջական գործունեությունը տեսնենք մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք քեզ։ Հրավիրում ենք Տեր, որ դու կոտրես ամեն պատ, որ դու քանդես ամեն արգելք եւ մտնես քո զորավոր ներկայությամբ մեր մտքերի, կյանքի, մեր գործերի մեջ եւ լուսավորես մեր մութ եւ խավար անկյունները, որպեսզի մենք լուսով որդիներ լինելով լցված Սուրբ Հոգով կարողանանք դեմ կանգնել թշնամուն, կարողանանք հաղթանակներ տոնել քեզանով, որ քեզանով ձայն բարձրացնենք, դրոշակ վերցնենք Տեր եւ հայտարարենք քո հիասքանչ ներկայության տոնախմբությունը մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգի, շնորհակալություն քեզ։ Հալելույա։ Նորից ասենք նրան, Սուրբ Հոգի, հպվիր դու հոգուս քո ջերմությամբ, Սուրբ Հոգի, լուսավորիր միտքս կյանքի շրջում է, դու իմ սիրտը լցուտ ես,
ասեց ով ծարավը թող գա իմ ով ծարավը թող գա հրաշալի ներկայությունը մեզ ուղղորդի ամեն ժամանակ, թող այս հրաշալի հոգից Տեր մեզ առաջնորդի ամեն բանի մեջ, որի մեջ պիտի անենք քո կամքը Տեր, օրհնիր մեզ, շնորհակալ ենք սրտանց, սիրելի Աստված ես, Սուրբ Հոգի շնորհակալ ենք քեզ, սիրելերս Աստված օրհնի բոլորիս, ինչ որ վերցրեցիր Տիրոջից, ինչ որ խոսեցիր Տիրոջ առաջ, գնա, պահի, կատարիր դրանք, ամեն, թող Տերը օրհնի մեզ, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի, ամեն, Աստված օրհնի